Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խաղաղության երկխոսություն ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի հետ, ողջույն պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Երկու կարևոր տեղեկություն կա, մեկը Հայաստան-Ադրբեջան պայմանագրի կետերի համաձայնեցումն է, որի մասին հայտարարել է Հայաստանի Ներողություն Ադրբեջանի արտգործնախարարությունը, բայց մինչ դրան գալը Եվրոպական խորհրդարանը հրատապ ընթացակարգի ներքո ընդունեց բանաձև դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքը եւ պահանջում է նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվել եւ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը մյուս հայերին Բաքվում պահվող համարում է ռազմագերի, իսկ դատավարությունները ապօրինի եւ կեղծ պահանջելով Բաքվից անհապաղ ազատ արձակել առանց նախապայմանների 527 եվրապատգամավոր է կողմ քվեարկել եւ ընդամենը 3-ը 84 ձեռնպահ, ինչպես է գնահատում այս բանաձևի ընդունումը։ Շատ կարևոր բանաձև եւ նաեւ թվերը շատ խոսուն են, թե որքան աջակցություն ունի այս բանաձևը մեր եվրոպացի գործընկերների համար։ Իրականում բավականին դժվար է պատկերացնել, թե հողի վրա այս բանաձևը ինչ ազդեցություն կունենա, հաշվի առնելով Ադրբեջանի այդ դիրքորոշումը, որը ուրեմն լրիվ ուղղված է ժողովրդավար աշխարհի դեմ, այսինքն հիմա մենք ականատեսն ենք լինում այն իրողությունների, որ Ադրբեջանը անգամ փորձում է փակել Կարմիր խաչի միջազգային Կարմիր խաչի գրասենյակը Ադրբեջանում, այսինքն որևէ պետություն նման ուրեմն քայլի երբևիցե երևի չէր դիմել, եւ սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը առանձնացնում եւ զատում է իր պետությունը այդ միջազգային բոլոր գործընթացներից, անգամ ուրեմն ՄԱԿ-ի որոշ ուրեմն կառույցներ ՄԱԿ-ից Ադրբեջանից ուրեմն հեռացնում են արդեն, ինչը խոսում է նրա մասին, որ Ադրբեջանի կողմից ուրեմն բացարձակ ուրեմն ժխտման գործընթաց է գնում այդ ցանկացած միջազգային հարթակների եւ սրա հետ շատ կապված է նաեւ ձեր խոսքի առաջին մասում այդ Հայաստանի հետ բանակցային ուրեմն կետերի վերաբերյալ բանակցության ավարտի հետ կապված, որ էլի Ադրբեջանը պահանջում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, այսինքն սա նաեւ այդ նույն ուրեմն գործընթացի շարունակությունն է, այսինքն ցանկացած միջազգային կառույց, որը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ իր կամ սահմանափակել նրա ազատությունը գործողությունների, Ադրբեջանի կողմից ուրեմն սահմանափակումներ են մտցվում այս սրանց գործողությունը կասեցնելու նպատակով։ Պարոն Խաչատրյան, հիմա եթե մի փոքր ավելի այո, տեսեք, ես կռահում եմ ձեր մտքի ընթացքը, միգուցե Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քաղաքականություն պետք է վարի նույն Եվրամիությունը, այս բանաձևը շատ լավ է, սա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը կոնսոլիդացիա ունի այս հումանիստական հարցի շուրջ, սա քաղաքական աջակցություն է, բայց խնդիրը դրանից չի լուծվում, սա միգուցե ճնշում է Ադրբեջանի նկատմամբ, բայց նախորդ տարիները ցույց է տվել, որ բանաձևեր, հայտարարություններ, կոչեր Ադրբեջանի այս ռեժիմի դեմ չեն գործում եւ ավելի շատ պատժամիջոցային քաղաքականություն է Ալիևը զգուշանում։ Ինչու եվրոպացիները այդ քայլը չեն անում։ Միգուցե դա ավելի այսպես իրականության մեջ որևէ բան կփոխեր, սпасել նման գործողություններ։ Կարևոր եւ շատ բարդ հարց եք բարձրացնում, պարոն Անանյան։ Տեսեք, ես կփորձեմ այս հարցի տարբեր ասպեկտներ հիմա բարձրաձայնել եւ բերեք քննարկենք, այլ որովհետեւ ես էլ չունեմ սրա վերաբերյալ տենց ուրեմն հաստատուն մոտեցում եւ դիրքորոշում։ Բայց մի
քանի շատ կարևոր ասպեկտ կա, որոնք մենք պետք է հաշվի առնենք։ Սանկցիոն քաղաքականության մասով պետք է հաշվի առնենք մի կարևորագույն փաստ, թե որքանով են շահագրգռված եվրոպական կամ Եվրոպայի միության անդամ պետությունները նման սանկցիոն քաղաքականություն, սանկցիոն ուրեմն գործողություններ իրականացնել Ադրբեջանի նկատմամբ։ Որովհետև պետք է հասկանանք, թե ինչ են շահում այս պարագայում եւ ինչ են կորցնում այդ եվրոպական երկրները։ Սա շատ կարևոր հարց է ու պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպական միության տարբեր երկրներ տարբեր մակարդակի համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ եւ բավականին դժվար է ուրեմն կոնսենսուսի հասնել, եթե խոսքը վերաբերվում է Ադրբեջանին։ Մյուս ուրեմն հանգամանքը նաև այս բավականին խնդրահարույց իրավիճակն է, որը ձևավորվել է Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև, այսինքն առաջ եթե մենք դիտարկում ենք Արևմուտքը որպես մեկ դերակատար եւ քիչ թե շատ նրանց գործողությունները իրականացվում էին մեկը մյուսի հետ հարմոնիզացված եւ սինխրոն։ Հիմա այս սինխրոնությունը այլևս չկա Տրամպի վարչակազմի պատճառով եւ սա նաեւ հավելյալ խոչընդոտ է, այսինքն շատ դեպքերում Միացյալ Նահանգների դերակատարությունն է շատ կարեւոր, հա, այսինքն օրինակ ինչ հարաբերություններ կձևավորի Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ եւ ինչ կառաջարկի Ադրբեջանը Միացյալ Նահանգներին եւ արդյոք Միացյալ Նահանգները կաջակցեն այդ սանկցիոն քաղաքականությունը, որովհետեւ շատ դեպքերում մենք տեսել ենք, որ եվրոպական քաղաքականությունը փոխկապակցված է եղել ուրեմն Միացյալ Նահանգների քաղաքականության հետ։ Հիմա այս Ուկրաինայի պարագայում մենք տեսնում ենք, որ արդեն բավականին լուրջ տարաձայնություններ կան Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայի հարցով եւ թվում է թե Միացյալ Նահանգները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում է, որպեսզի խրախուսի Ռուսաստանի մասնակցությունը բանակցային գործընթացում եւ գնում է ենթադրենք որոշ հնարավոր եւ ինչ որտեղ ինձ համար անթույլատրելի զիջումների, բայց միևնույն ժամանակ Եվրոպական միության կողմից տեսնում եք, չէ՞ ինչ աջակցություն կա, լրջագույն աջակցություն կա Ուկրաինայի նկատմամբ, որովհետեւ Ուկրաինան դիտարկվում է ամեն դեպքում եվրոպական ընտանիքի մաս, դիտարկվում է հիմա բացի անվտանգային խնդիրներից, այս վտանգը Ռուսաստանի կողմից եկող վտանգը հանդիսանում նաև Եվրոպական միության անդամ հանդիսացող պետությունների համար։ Ինչի համար եմ այս երկար պատմությունը պատմում, որովհետև պետք է հասկանանք, թե ինչ վտանգ է տեսնում Եվրոպական միությունը Ադրբեջանից եւ ինչ ուրեմն փոխհարաբերություններ է ուրեմն նախատեսվում կամ ինչ փոխհարաբերություններ կարող է ձևավորվեն Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ, հա, սրանք բոլորը ազդեցություն են ունենալու վերջնական որոշման վրա, թե արդյոք կլինի սանկցիոն քաղաքականություն Եվրոպական միությունից եւ Միացյալ Նահանգներից Ադրբեջանի նկատմամբ։ Մյուս կարևորագույն հանգամանքը պետք է նաեւ դիտարկենք Հայաստանին, հա, ես չեմ ուզում Հայաստանին դիտարկենք որպես ընդհանրապես սուբյեկտ այս պատմության մեջ, որովհետեւ ես շատ կուզենայի Հայաստանը այս իրավիճակում օբյեկտ, ես սխալ արտահայտվեցի, այլ Հայաստանը պետք է լինի նաև սուբյեկտ։ Ու այս պարագայում նաև պետք է հասկանանք, թե արդյոք այն նույն կապվածությունը Եվրոպական միության ինչ որ կա Ուկրաինայի նկատմամբ, կա նաև Հայաստանի նկատմամբ։ Սա շատ կարևոր հարց է, այսինքն արդյոք Հայաստանը դրսևորում է իրան որպես Եվրոպական միության գործընկեր պետություն, հա, որովհետև եթե նման ընկալում ձևավորված լիներ, այս դեպքում մենք ավելի շատ կարող ենք ակնկալել Եվրոպական միությունից այդ հենց բան ընդհանրական գնահատական Ադրբեջանի գործողությունների, որովհետև այդ պարագայում կստացվեր, որ Ադրբեջանը սպառնալիք է Եվրոպական միության բարեկամ կամ գործընկեր պետությանը։ Այս պարագայում Հայաստանի քաղաքականությունը խոսում է նրա մասին, որ մենք էլ դեռ չենք կողմնորոշվել, մենք դիտարկում ենք մեզ Եվրոպական միության մաս, թե չենք դիտարկում։ Նաև կապելով այս խոսակցությունը ուրեմն Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության համաձայնագրի կետերի քննարկման հարցին, այնտեղ կետերից մեկը հենց Եվրոպական միության դիտորդների դուրսբերումն է Հայաստանի սահմանից, հայ-ադրբեջանական սահմանից։ Սա էլ դուք պատկերացրեք, մենք ընդհանրենք Եվրոպական միությունը
ասենց մենք ակնկալում ենք, որ անվերապահորեն աջակցելու է Հայաստանին, հա, իսկ Ադրբեջանի նկատմամբ սանկցիոն քաղաքականություն նշանակում է խզել ըստ էության հարաբերությունները Ադրբեջանի հետ հանուն Հայաստանի։ Իսկ Հայաստանը միևնույն ժամանակ նույն Ադրբեջանի կամ Ռուսաստանի պահանջով պատրաստ է ուրեմն ազատվել եվրոպական դիտորդներից հայ-ադրբեջանական սահմանում։ Սրանք շատ կարևոր տարրեր են, այսինքն այս բոլոր տարրերը մենք պետք է հաշվի առնենք, որպեսզի պատկերացնենք, թե արդյոք մենք կարող ենք ակնկալել Եվրոպական միությունից այ նման քաղաքականություն։ Լավ, հայտարարությունը շատ կարևոր է։ Իրականում քաղաքական տեսանկյունից սա բավականին լուրջ ճնշում է Ադրբեջանի նկատմամբ։ Բայց ակնկալել, որ ուրեմն Եվրոպական միությունից ուրեմն հաջորդ քայլը լինելու է այն, որ սանկցիաներ են կիրառվելու, շատ կախված կլինի, թե ինչ զարգացումներ տեղի կունենան հենց նույն հայ-եվրոպական միություն ուրեմն հարաբերությունները։ Հուսով եմ կարողացա այտենց այդ ամբողջ կոմպլեքսը ներկայացնել, որովհետև բավականին կոմպլեքս խնդիր է։ Էմոցիոնալ տեսանկյունից ես հասկանում եմ մեր այդ ուրեմն ձգտումը, որպեսզի այ ամբողջ աշխարհը այդ անարդարությունը դատապարտի, մյուս կողմից մենք պետք է հասկանանք, թե որն է գինը այդ դատապարտման, հա, որովհետև միգուցե ամբողջ աշխարհում չեն ցանկանում կորցնել Ադրբեջանի որպես գործընկեր, որպես բավական նավթային ռեսուրսներ ունեցող գործընկեր, հա, մենք պետք է սա էլ դիտարկենք։ Միգուցե սրանք էլ կարևոր տարրեր են, որոնք չպետք է անտեսենք։ Պարոն Խաչատրյան, տեսեք, քիչ առաջ նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է ասել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքները ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը, նա ասել է հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, բացի այդ պետք է լուծարվեն Միսկի խումբն ու դրա մնացորդները։ Մենք արտգործնախարարությունից սպասում ենք պատասխան հայտարարություն, հենց այս պայն մեզ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ քիչ անց այդ հայտարարությունը կլինի եւ մեր հեռուստադիտողին անպայման կներկայացնենք։ Արարատ Միրզոյանը մինչդեռ նախորդին չէր բացառել համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը եւ մենք հիշում ենք, որ նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում են միջազգային հայցերից փոխադարձ հրաժարվելուն եւ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն, ինչպես դուք ինքներդ ասացիք, խոսքը Եվրամիության դիտորդների մասին է այս պայմանությամբ, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այս պայն հայտնի չի։ Մենք այսպես կռահելու մեթոդով պետք է այս պայն հասկանանք, կամ Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է այսօր եւ հիմա միջազգային հայցերը հետ քաշել, պայմանագիր կնքելուն զուգահեռ կամ մինչև պայմանագրի կնքումը, եւ երկրորդ Հայաստանը համաձայնվել է հայ-ադրբեջանական սահմանից հեռացնել ԵՄ դիտորդներին։ Սա առաջին տարբերակն է։ Կամ Ադրբեջանը համաձայնվել է պայմանագրի կնքումից հետո միջազգային հայցերը հետ քաշել, ինչը Երևանի առաջարկն էր, կամ Ադրբեջանը համաձայնվել է Հայաստանի առաջարկի ԵՄ դիտորդներին հեռացնել այն հատվածներից, որտեղ սահմանազատում է եղել, սա, ինչպես նշեցի, Հայաստանի առաջարկներ, այ դուք ինչ եք պատկերացնում, ինչ որոշումներ կան այստեղ եւ ինչպես է գնահատում այս տեղեկատվությունը։ Ամեն դեպքում ես շատ կուզենայի լսել պաշտոնական հայտարարությունը այս գործընթացի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ, եթե մի փոքր փորձենք վերլուծել ձևավորված գործող գոյություն ունեցող ուրեմն հայտարարությունը Ադրբեջանից հնչեցված, մի քանի կարևոր ուրեմն շեշտադրումներ ես կուզենայի անել։ Առաջինը, անկախ նրանից, թե ձեր ներկայացրած որ սցենարով ենք մենք համաձայնության գալիս, երկու սցենարն էլ ինձ համար վտանգավոր են։ Այսինքն, անկախ նրանից, թե մենք սահմանազատված հատվածից ենք հանում եվրոպական դիտորդներին, թե ուղղակի պայմանավորվածությանը, պայմանագրի ստորագրումից հետո ենք հանում եվրոպական դիտորդներին, սա անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնելու Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ
առանց միջազգային երաշխիքների ես չեմ հավատում, որ այդ խաղաղության համաձայնագիրը որևէ դրական փոփոխություն բերելու է տարածաշրջանում։ Սա մի կարևոր գործոն։ Երկրորդ կարևոր ուրեմն գործոնը իմ պատկերացմամբ, իմ բնկալմամբ նաև որ Ադրբեջանից մենք զուգահեռաբար լսում ենք նաև այլ հայտարարություններ, որոնք չեն սահմանափակվում այդ ուրեմն բանի համաձայնագրի կետերում նշված ուրեմն կետերով, այլ կա այնտեղ պահանջներ, օրինակ Հայաստանին հրաժարվել այդ զինման քաղաքականությունից, հա, իրանք ասում են, որ այդ զենքերը, զինամթերքը, որ Հայաստանը ձեռք է բերում, ի վերջո ուղղված է դեպի մեզ։ Նրանք պահանջում էին վերջերս, որպեսզի Հայաստանը հայտնաբերի բոլոր այդ պատերազմական հանցագործներին եւ հանձնի Ադրբեջանին։ Այսինքն տարբեր պահանջներ են հիմա ներկայացվում Ադրբեջանի կողմից, որոնք իրականում վտանգ են, որովհետև ես չեմ կարծում, որ անգամ պայմանագրի ստորագրումից հետո կամ այդ որևէ պաշտոնական փաստաթղթի ստորագրելուց հետո Ադրբեջանից հնչող այս պահանջները պետք է դադարեն։ Մանավանդ կկրկնվեմ, եթե չկա իրականում միջազգային երաշխավորի ինստիտուտ, հա, հիմա նույն Ուկրաինայի պարագայում մենք տեսնում ենք, թե ինչքան կարևոր է այդ միջազգային ուրեմն աջակցությունը Ուկրաինային, ինչքան կարևոր գործոն է դա։ Եվ ինչքան խոցելի է դառնում Հայաստանը, եթե մենք ունենում ենք ինչ-որ մի հատ փաստաթուղթ ստորագրված ու հաշվի առնելով, գիտեք, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է որոշում փոխի էմոցիոնալ կամ չգիտեմ քաղաքական նպատակարարությունից ելնելով, չգիտեմ, ցանկացած պահի հրահրի ագրեսիա։ Մենք գիտեք, տարիներ շարունակ խոսում ենք, որ Ադրբեջանը պայմանագրունակ չի, տարիներ շարունակ խոսում ենք, որ այդ վտանգը Ադրբեջանից եկող դեռ չի դադարել, տարիներ շարունակ խոսում ենք, որ այստեղ գործ ունենք ոչ միայն Ադրբեջանից եկող վտանգի եւ ուրեմն հիբրիդ ուրեմն սպառնալիքների մասին, այլ նաեւ Ռուսաստանից եկող եւ այս գործոնը այս մեծ փիղը սենյակում մենք չպետք է նաեւ անտեսենք եւ այս պարագայում ձգտել ամեն գնով ուրեմն ստորագրել ինչ որ մի հատ փաստաթուղթ ինձ համար մեղմ ասած անհասկանալի ռազմավարություն է։ Պարոն Խաչատրյան, կներեք, որ ընդհատում եմ, հիշեք ձեր խոսքը, բայց կարծես նաև սահմանադրություն փոխելու պահանջը կարող է կատարվել։ Գիտեք, Հայաստանի իշխանություններն ասում են, դուք սխալ ձևակերպում եք անում, նշելով, որ մենք Ադրբեջանի պահանջն ենք կատարում փոխելով սահմանադրությունը, բայց Արտահայտության նախարարը ասել է, որ 26 թվականի ընտրություններն ընդառաջ արդեն իսկ պետք է տեքստը լինի, Բայրամովը ասում է, որ Միսկի խումբը պետք է լուծարվի, նաև Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, իհարկե դեռևս պետք է հասկանալ հետևյալ նրբությունը, այդ համաձայնեցված 17 կետերը հիմա ստորագրվելու են որպես խաղաղության պայմանագիր այն նախապայմանով, որ Հայաստանը մի տարի հետո կփոխի սահմանադրությունը, թե այդ 17 կետերը համաձայնացվել են եւ սպասում են Հայաստանը փոխի, դրանից հետո նոր ստորագրվի, Միսկի խումբը լուծարվի, նոր դրանից հետո ստորագրվի։ Այդ դուք ինչ եք մտածում այս հարցով։ Պարոն Անանյան, ձեր հարցերը շատ տրամաբանական են։ Ես հասկանում եմ, այդ սցենարները ամենայն դեպս շատ տրամաբանական են հնչում, հաշվի առնելով սահմանափակ տեղեկությունները, որ մենք ունենք, բայց գիտեք, ես մի փոքր ավելի ուզում եմ մենք դիտարկենք հարցի ամբողջ խորությունը, որովհետև գիտեք, եթե անգամ որոշակի տարբերություններ կան այս ձեր նշված սցենարներում, հա, ընդհանրենք մենք օրինակ պայմանագիրը ստորագրում ենք նոր Հայաստանը ինչ որ կարճ ժամկետում փոխում է իր սահմանադրությունը կամ դիմում է ԵԱՀԿ-ի ուրեմն Մինսկի խմբի լուծարման եւ այլն կամ դա անում է մինչեւ պայմանագրի ստորագրումը խնդիրը դրանից չի լուծվում որովհետեւ խորքային խնդիրը կայանում է նրանում որ Հայաստանը երբևիցե միջազգային ուրեմն լրջագույն բաներում, ամբիոններում չի խոսում նրա մասին, որ նույն Ադրբեջանի սահմանադրությունն է Հայաստանի սուվերենության նկատմամբ ուրեմն կետեր պարունակում։ Մենք չենք խոսում բազմաթիվ օրինակ հարցերի մասին, որոնք մեզ համար են շատ կարևոր, օրինակ նույն Արցախի
բնակչության ապօրինի ուրեմն տեղանման մասին։ Հա, ըստ էության ցեղասպան քաղաքականության մասին Ադրբեջանի։ Մենք ըստ էության ցենց շատ ուրեմն բան քաղաքականություն ենք ադապտիվ քաղաքականություն ունենք եւ ցանկացած պահանջ, որը գալիս է Ադրբեջանից, մենք փորձում ենք իրագործել։ Մի կողմից ես հասկանում եմ մտավախությունը իշխանությունների, հա, ցանկացած ուրեմն գործողություն անում է, որպեսզի կանխեն նոր էսկալացիայի հավանականությունը, բայց ես չեմ կարծում, որ այս գործողություններով մենք կանխում ենք իրականում նոր էսկալացիան։ Իրականում իմ տպավորությունն այն է, որ նման գործելակերպով, այդ զիջողականությամբ, այդ ուրեմն ամեն ինչին համաձայնվելով եւ ուղղակի կուրորեն հետևելով Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոններին, մեզ դնում ավելի խոցելի իրավիճակում։ Իմ մոտեցումը հարցի վերաբերյալ հետեւյալն է՝ չի լինում արժանապատիվ երկարաժամկետ խաղաղություն նմանատիպ ուրեմն խախտված բալանսի պարագայում։ Նույնիսկ եթե Բալանսը խախտված է։ 17-ից 17 կետերը համաձայնեցվեն եւ 1 տարի հետո փոխվի սահմանադրությունը, էլի խաղացում չի լինի, դուք դա եք ակնարկում, հա։ Այդ պարագայում, պարոն Անյանյան, Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, որտեղ նրա որևէ շահ, որևէ հետաքրքրություն ուրեմն պայմանագրում հաշվի առնված չեն։ Սովորաբար անգամ գիտեք կոնֆլիկտի կարգավորման ուրեմն տեսության մեջ խոսքը գնում է նրա մասին, որ որպեսզի դու հասնես արժանապատիվ խաղաղության, դու պետք է հասնես ինչ-որ բալանսի, հա, որտեղ որ կոնֆլիկտի մեջ ներգրաված կողմերի որոշակի ընդհանրեն կոնսենսուալ որոշման են գալիս, որտեղ կողմերը հավասարապես կողմերի շահերը հավասարապես պահպանված են։ Կողմերը ընդհանրենք ունենում են անում են որոշակի զիջումներ, ունենում են որոշ ձեռքբերումներ, որոշ կորուստներ։ Այդ պարագայում այդ լուծումը կարող է երկարաժամկետ տեսանկյունից ուրեմն էֆեկտիվ լինել։ Հակառակ դեպքում այն ճնշված կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի վերականգնի իր պոտենցիալը, ինչ որ մի հատ պատմական этаպում նորից փորձի վերականգնի այդ այսպես կոչված պատմական արդարությունը։ Այդ նույնն է ինչ որ տեղի ունեցավ մեր պարագայում, հա, Հայաստանը ժամանակին հաղթող կողմն էր, Ադրբեջանը պարտվող կողմ էր եւ այդ ճնշումները, որ մենք Հայաստանը անդադ ուրեմն գործադրում էինք, չնայած երևի մեր սխալ քաղաքականության ավելի շուտ պատճառով մենք բերեցինք մի իրավիճակի, երբ որ Ադրբեջանը այդ այնց մոբիլիզացրեց իր ուժերը, հավաքեց իր ուժերը եւ ուրեմն համապատասխան ռեսուրսներ ունենալու պարագայում փորձեց իրենց ընկալմամբ վերականգնել արդարությունը, իրենց ընկալմամբ։ Հիմա ինչի եմ այս ամեն ինչը պատմում, որովհետեւ սա է տեսությունը ասում է, որ շատ կարեւոր է, որ այդ կողմերը կարողանան գտնել ներլուծում, որը փոխադարձ ուրեմն շահավետ լինի։ Այս պարագայում Հայաստանի համար որևէ շահավետ բան չկա եւ գիտեք, այստեղ շատ կարևոր Ադրբեջանը ներկայացնում է իրեն որպես հաղթող կողմ, ոչ թե ներկայացնում, ըստ էության հաղթող կողմ որպես ինքը պահանջում է, որ Հայաստանը գործի որպես կապիտուլացված երկիր, այսինքն այն ճնշումը, այն պահանջները, որ հնչում է Հայաստանի նկատմամբ, սա կապիտուլյացիայի ենթարկված պետության նկատմամբ ուրեմն ներկայացված պահանջներ են։ Դու ոչ բանակ ես ունենալու մարտունակ, դու ոչ ուրեմն սահմանադրության մեջ կետ ես ունենալու, որը անգամ հերվից կարող է հիշացնի ուրեմն իմ սուվերենության նկատմամբ ոտնձգություն, դու ոչ պետք է ուրեմն գործեր ունենաս եվրոպական դատարանում, հա, ոչ մի բան, ըստ էության դու պետք է շարժվես, առաջնորդվես իմ թելադրած պայմաններով։ Սա է խնդիրը։ Եվ ես չեմ կարծում, կկրկնվեմ, որ ինչ որ փաստաթղթի ստորագրումը հանելու է մեզ այս իրավիճակից։ Հա, մենք դառնալու ենք դիսֆունկցիոնալ պետություն, որովհետև ցանկացած պարագայում Ադրբեջանը նոր եւ նոր պահանջներ է մեր հանդեպ դնելու եւ մանավանդ հաշվի առնելով բանը Ռուսաստանի գործոնը, որովհետև շատ դեպքերում մենք տեսնում ենք, թե ինչքան սինխրոն են գործում Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Այս ճնշումները ոչ միայն Ադրբեջանից են, այլ նաեւ Ռուսաստանից են։ Հա, հիմա էլ հեսա պահանջելու է, գիտենք, որ բանի ասում է, սարերի հետևում չի այն խոսակցությունը, որ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի տրամադրում ռուսական FSB-ի վերահսկողությամբ։
Մենք գիտենք, չէ՞ որ այդ խոսակցությունը գալու է, մենք գիտենք, թե ոնց են Ռուսաստանում այն որ ասում ատամները սրած սպասում այդ խոսակցությանը։ Հա, հիմա ընդհանրենք ստորագրեցինք, սա նշանակում է մենք կանխում ենք այս բանի վերաբերյալ խոսակցությունը կամ Ռուսաստանի պահանջները։ Էդ էլ ենք տալու։ Ենթադրենք FSB-ն էլ եկավ, լավ, ումա պետք Հայաստանը ըստ էության առանց Սյունիքի նկատմամբ վերահսկողության, ումա պետք Հայաստանը առանց ուրեմն հնարավորության զինվելու, ումա պետք Հայաստանը առանց եվրոպական դիտորդների կողմից ուրեմն տրամադրված այս փոքրիկ երաշխիքի անվտանգության, հա, սրանք լուրջ խնդիրներ են, որոնք ես կարծում եմ պետք է հաշվի առնենք ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ կամ ցանկացած քաղաքական որոշում ընդունելուց առաջ։ Հիմա Պարոն Խաչատրյան, իհարկե ես հասկանում եմ, այո, մի վարքյան ես լսեք, ավարտում եմ։ այո, Իհարկե ես հասկանում եմ, որ իմ ուրեմն այս մտահոգությունները կամ իմ վերլուծությունը հիմնված է սահմանափակ տեղեկատվության վրա, որովհետև ես իհարկե ամբողջական տեղեկատվությունը չունեմ։ Եվ միգուցե մեր վերլուծությունները կապ չունեն իրականության հետ եւ իրականությունը մի փոքր ավելի ընդհանրենք բանը հուսադրող է Հայաստանի Հանրապետության համար։ Ես շատ կուզենայի այդպես լիներ, բայց ցավոք սրտի որևէ ցուցիչ չունեմ, որը կվկայի նրա մասին, որ այս վերլուծությունները ինչ որ ֆանտասմագորիկ եւ շատ պեսիմիստական են, իսկ իրականությունը շատ ավելի ուրեմն լուսավոր է։ Ադրբեջանի նախագահ մեղադրել է Եվրամիության դիտորդներին, որ նրանք հետախուզական աշխատանք են կատարում, գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմանին, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր մեզ մոտ ներթափանցելու համար, ասում է Ալիևը, մենք ունենք բավարար հետախուզական տվյալներ նման ընտրովի դիտորդական առաքելության վերաբերյալ։ Հետաքրքիր է, Ադրբեջանի նախագահը ինչու է մոռանում, որ ինքն է Պրահայում համաձայնություն տվել Եվրամիության դիտորդների տեղակայմանը եւ ընդհանուր պարտավորություններ ստանձնել գործակցել նրանց հետ Ադրբեջանի վերաբերող հարցերում, այդ այս համաձայնագրի համատեքստում Բայրամովը նշում է 17-ից 17 կետը համաձայնեցված է ըստ էության նրա խոսքը դրա մասին է, այ ԵՄ դիտորդների պարագան նրան մեղադրել է Ալիևը, նրան մեղադրել է Ռուսաստանը, Իրանը չի մեղադրել, Թուրքիայից այդպես կոշտ ինչ-որ գնահատականներ չենք լսել, երկու ուժ կա, որ ուզում էր ազատվել ԵՄ դիտորդներից, ինչու եւ այս մեղադրանքները ինչի հետ են կապված, դուք իրապես մտածում եք, որ նրանք այդքան առանցքային խաղացողներ են, միգուցե խաղացան պայմանագիր կնքվի, պետությունները սկսեն հարաբերությունները զարգացնել, ինչքան պետք է երրորդ ուժեր կանգնեն մեր մեջտեղում, միգուցե մենք սկսենք իրար հետ շփվել, հարաբերություններ կառուցել, ինչու եք թերահավատ, պարոն Խաչատրյան, ինչքան ապահով վինել երրորդ ուժերի, մի օր ռուսներ, մի օր եվրոպացիներ։ Պարոն Անանյան, դուք շատ լավ գիտեք, որ մեր կազմակերպությունը կոչվում է խաղաղության երկխոսություն եւ որ ես շատ կարևորում եմ այդ երկարաժամկետ խաղաղության ուրեմն գործընթացը եւ իրականում մեր կազմակերպությունը փորձում է անել ամեն հնարավորը, որպեսզի հնարավոր դառնա այդ հասարակությունների միջև երկխոսության ձևավորումը երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Գիտեք ինչքան կարևոր է, բոլորս էլ հասկանում ենք, խոսքը նրա մասին չի, որ մենք չենք ուզում խաղաղություն։ Խոսքը նաև նրա մասին չի, որ մենք գիտեք չենք կուզենա, որպեսզի իրականում մի հատ իրավիճակ լիներ, որ մենք գործակցություն սկսենք ադրբեջանական հասարակության հետ, հա, անգամ գիտեք շատ երկրներ, շատ կոնֆլիկտների պարագայում եղել է, որ կոնֆլիկտը վերջնական քաղաքական լուծում դեռ չի ստացել, այսինքն եղել է նախնական ինչ-որ պայմանավորվածություն կողմերի ուրեմն որոշում կայացնողների միջև եւ սա ուղղակի խթան է հանդիսացել, որպեսզի հասարակությունները սկսեն կամաց համագործակցել, նաև ձևավորվել է ինչ-որ մի հատ մթնոլորտ համագործակցային, որը շատ ավելի լուրջ ներդրում է ունեցել վերջնական խաղաղության ուրեմն համաձայնագրի ստորագրմանը, հա, որը մինիմումի է բերել հասցրել այդ հակամարտությունների լուծման ուրեմն ձգտումը պատերազմի կամ ռազմական ներուժի օգտագործման միջոցով։ Հա, մեր պարագայում մենք հասկանում ենք, որ այս հակամարտությունը ունի աշխարհաքաղաքական նաև հարթություն։
Եվ անտեսել այդ աշխարհաքաղաքական անտեսությունը կարծում եմ ամենամեծ միամտությունը կլիներ մեզ համար, էլի, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք եւ նաեւ այդ ձեր օրինակում շատ կարեւոր միտք է հնչում, որ այս գնահատականները եվրոպական դիտորդների նկատմամբ հնչում են Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Դա շատ կարեւոր է, հա, հասկանալ։ Եվ բոլորս էլ հասկանում ենք, որ սա կեղծիք է ընդամենը, եւ բոլորս էլ հասկանում ենք, որ այդ մարդիկ ուղղակի ամենօրյա ռեժիմով այդ իրենց բարեկային ծառայության միջոցով փորձում են ապահովել Հայաստանի անվտանգությունը այն պարագայում, երբ որ ենթադրենք ամեն անգամ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Հայաստանի ՊՆ-ն նորից խախտում է հրադադարի ռեժիմը, հա, մեկ էլ դիտորդներից մենք լսում ենք հայտարարություն, որ մենք չենք տեսնում շարժ Հայաստանի կողմից։ Մենք կանգնած ենք այդ ձեր նշած բանը Բայց տարածքում եթե եւ չենք խաղաղություն է տեսնում։ հաստատվելու, պարոն Խաչատրյան, այս պայմանագիրը ստորագրվի, ավարտվել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնության շուրջ աշխատանքները, բանակցությունները, ասում է Բայրամով, լինելու է խաղաղություն։ Ինչու եք դուք թերահավատ, ինչու եք պնդում, որ ԵՄ դիտորդները մնան, չէ՞ որ խաղաղություն է լինելու։ Որովհետև այդ խաղաղության համար նախապայմաններ չկան։ Ասում եմ, առաջին խնդիրը, որ չկա միջազգային երաշխավոր, երկրորդ խնդիրը իմ ընկալմամբ նաև կայանում է նրանում այդ, որ այդ դատական գործերը մենք հետ ենք կանչում։ Երկարաժամկետ տեսանկյունից սա նաև խնդրալուց է, որովհետև շատ դեպքերում էլի միջազգային փորձը ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ այդ դատական գործերը հենց հանդիսանում են շատ կարևոր նյութ, որpիսի հետագայում նման հանցագործությունները չկրկնվեն։ Այդ, որ ասում են անցումային արդարադատություն, հենց սա է այդ դատական վճիռները, այդ դատական որոշումները բերելու են նրան, որ նման հանցագործություններ չկրկնվեն, թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից։ Հիմա ես ոչ թե նայում եմ դրա ուրեմն քաղաքական ասպեկտ, այլ կոնֆլիկտի հետ կապված ասպեկտները։ Հիմա նաև հասկանում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ տարածաշրջանի հակամարտությունը լուծվի։ Մենք նաև հասկանում ենք, որ իրոք բավականին турբուլենտ իրավիճակ է տարածաշրջանում, կա այնտեղ Իրանի հետ կապված խնդիր, Իսրայելի հետ կապված խնդիր, Միացյալ Նահանգները Իրանին է անդադ ուրեմն զգուշացնում եւ մենք հասկանում ենք, որ վտանգ կա, որ Իսրայելի կողմից գործողություններ սկսեն Իրանի նկատմամբ, շատ դժվար է կանխատեսել, թե Ադրբեջանը այդ պարագայում իրեն ոնց կպահի եւ եթե Ադրբեջանը Իսրայելի հետ գործակցության մեջ մտնի, միգուցե սա նաեւ նոր թափ կհաղորդի Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ իրենց ուրեմն խնդիրները լուծելու տեսանկյունից շատ դժվար է կանխատեսել, այսինքն այս եռացող աշխարհում, այս турբուլենտ աշխարհում շատ քիչ են ուրեմն պայմանները, որպեսզի ընդհանրենք առանձին վերծված հայ-ադրբեջանական հարթությունում խաղաղություն լինի։ Այսինքն այդ турբուլենտության բանն է շատ մեծ։ Անկամ եթե այլ տարածաշրջաններում ինչ-որ գործընթացներ տեղի ունենան, դրանք անմիջականորեն ազդելու են մեր վրա եւ անընդհատ հենց ալիքներով բերելու ա մեզ մոտ նոր խնդիրներ։ Սա է պատճառը, որ ես այդքան օպտիմիստորեն, այդքան լավատեսորեն չեմ տրամադրված։ Սա մի կարևոր մաս։ Երկրորդ կարևոր մասը, որ մենք պետք է դիտարկենք այդ եվրոպական դիտորդներին նաև եվրոպական միության քաղաքականության մաս։ Այսինքն այդ եվրոպական դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանում նաև մատնանշում է եւ խոսում է եվրոպական միության հետաքրքրվածության մասին լինել տարածաշրջանում։ Այսինքն, եթե մենք սա դիտարկենք որպես քաղաքական գործոն, ստացվում է, որ Հայաստանը սեփական ձեռքերով Եվրոպական միությանը դուրս է վռնդում տարածաշրջանից։ Անկախ նրանից, թե ինչ արգումենտացիա ենք դնում դրա տակ։ Հա, մենք ասում ենք, թե, չգիտեմ, արդեն սահմանազատված է այս տարածքը, թե ասում ենք, որ արդեն մենք պայմանագիր ունենք եւ ունենք համոզվածություն, որ Ադրբեջանի կողմից որևէ բան հարձակում կամ էսկալացիա չի լինելու։ Այսինքն կապ չունի հիմա Բայց անկախ թե հետո դուրս կգամ այդ Հա, էլի, այսինքն նշանակում, այո, սա նշանակում է Հայաստանը պետք է ենթադրենք քայլեր ձեռնարկի, որպեսզի տրանսֆորմացնի Եվրոպական միության ներկայությունը։ Միգուցե սա արդեն լինի ոչ թե այս պարագայում, ոչ թե ենթադրենք մոնիտորինգային խումբ, որը բան անում, մշտադիտարկում է իրականացնում, այլ լինի Եվրոպական միության կողմից ենթադրենք Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջև ուրեմն փոխվստահության մթնոլորտի ձևավորման
ինչ-որ խումբ Եվրոպական միությունից։ Իսկ ի սկզբանե մենք բոլորս գիտենք, որ այդ առաքելությունը այս նպատակն ունեցել է։ Երկարաժամկետ նրանք մտել են տարածաշրջան եւ Ադրբեջանի հետ քննարկվել է այս տարբերակը, որ մտնենք ու երբ որ արդեն դուք գնաք խաղաղության, մենք կնպաստենք եւ միջնորդ կհանդիսանանք, որպեսզի հասարակությունների միջև փոխվստահություն ձևավորվի։ Եվ այս տարը կար Այդ Ադրբեջանը հետո հրաժարվեց այդ տարից եւ Ադրբեջանն է հիմա որ հրաժարվում է ցանկացած գործակցության Եվրոպական միության առաքելության հետ։ Սրանք շատ կարևոր է, քաղաքական տարը նաեւ չպետք է մենք անտեսենք, էլի, մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի հնարավորություն տանք եվրոպական մեր գործընկերներին տարածաշրջանում մնան։ Հակառակ դեպքում մենք տարածաշրջանը տալիս ենք Ռուսաստանին եւ Թուրքիային։ Սա էլ շատ կարևոր գործոն է։ Լավ, ովքեր են դերակատարները, որոնք կունենան ազդեցություն այս տարածաշրջանում այն պարագայում, երբ որ մենք ուրեմն զրկում ենք Եվրոպական միությանը այս տարածաշրջանում գտնվելու հնարավորությունից։ Այնտեղ Միացյալ Նահանգները, որոնք տեսնում ենք ինչ քաղաքականություն են վարում, եւ թվում է թե այտենց համենայն դեպս առաջին ուրեմն առաջնահերթությունների ուրեմն շարքում առաջնային խնդիր չի այս տարածաշրջանը իրենց համար, հա, Միացյալ Նահանգները ոնց որ իրանց ուշադրության կենտրոնում չեն պահում մեր տարածաշրջանը, Իրանը բավականին թուլացած է եւ ինքնին ունի բավականին լուրջ խնդիրներ, այստեղ Թուրքիան է, որը ակտիվանում է, հատկապես Սիրիայի իրադարձություններից հետո, եւ Ռուսաստանն է, որի դժվար է կանխատեսել, թե այս ուկրաինական բանի թնջուկից ինչ վիճակով է դուրս գալու, որովհետեւ այդտեղ էլ է անհստակ կամ անկանխատեսելիության ուրեմն բանը շատ բարձր է, էլի, որ պատկերացնենք, թե Ռուսաստանը վերջո տարածաշրջանում ինչ դեր կունենա, հաշվի առնելով այս գոյություն ունեցող բաներ, զարգացումները։ Եվ այս պարագայում մենք ուղղակի ստիպված ենք լինում այդ հանձնվել այդ 3+3 ֆորմատին, որը կործանարար է, ուղղակի ասում եմ, սա նշանակում է Հայաստանի սուվերենության վերջ։ Հիմա մեր իշխանության ուրեմն տարբեր օղակներից հնչում է այդ ուրեմն ձգտումը զրոյի հասցնել հարևանների հետ խնդիրները, ինչը կարևոր է, սա էլ շատ կարևոր է ընդգծել, որ ես բացարձակ չեմ թերագնահատում կարևորությունը քո առաջնահերթ հարևանների հետ խնդիրների ուրեմն բացակայությունը, շատ կարևոր է ունենալ լավ հարաբերություններ հարևանների հետ, բայց նաև շատ կարևոր է քո անկախության, քո սովերենության, քո ժողովրդավարության ապահովման համար ունենաս ճիշտ գործընկերներ։ Շատ կարևոր է, այս պարագայում, այս աշխարհում ամենակարևոր երևի խնդիրը կողմնորոշվել եւ ունենալ ճիշտ գործընկերներ, որոնք կօգնեն քեզ գոյատևել եւ ուրեմն ապահովել եւ պահպանել քո ժողովրդավարությունը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ այս հարցազրույցի համար եւ մեր հեռուստադիտողներին նաեւ տեղեկացնեմ, որ Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքին տեղեկացրել է հացադուլը ավարտելու մասին, մենք անպայման կհետևենք այս բոլոր թեմաներին եւ մեր հեռուստադիտողներին առաջարկում եմ նաեւ մեր ԱԳՆ-ի պատասխանը փնտրել Factor.am-ի էջերում, մենք անպայման նաեւ մյուս հարցազրույցներում կքննարկենք այդ թեմատիկան, շատ կարևոր ըստ էության զարգացման հետ գործ ունենք։ Պարոն Խաչատրյան, կրկին շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, պարոն Անին։ Ստեսություն ձեզ։ Զրուցում ենք Էդգար Խաչատրյանի հետ։